Այն, որ սահմանին չեն կրակում, դա դեռ չի նշանակում, թե խաղաղություն է եկել եւ խաղաղություն է լինելու մեր տարածաշրջանում։ Ալիևի համար խաղաղությունը դա Հայաստանի կապիտուլյացիան է եւ անվերապահ ենթարկվելը Ադրբեջանին։ Դեռ մինչ օրս հիշում են հայերից կերած ծեծը, իրենք շատ լավ գիտեն իրականում հայերն իրենցից ինչ են ներկայացնում։ Նրանք շատ լավ գիտեն, որ 44 օրյա պատերազմ իրենք չեն հաղթել եւ այդ Արցախի, ինչպես իրենք են ասում, ազատագրումը դա ոչ այլ ինչ էր, քան բեմականացված ներկայացում։ Մատուցարանի վրա ուղղակի Արցախը հանձնվեց իրենց։ Տրամպի ուղին առնվազն այս պահին նրա ապագան բավականին մշուշոտ է, այսպես կոչված Տրամպի ուղու հիմնական շահառուներից մեկը հենց Թուրքիան է։ Թուրքիային ամեն ինչ կխոստանան, Թուրքիային կխոստացել են արդեն այս ուղին եւ նաեւ իհարկե չմոռանանք Իսրայելին, ով եւս չէր թաքցնում, որ այդ կապի եւ այդ մայրուղու շահագրգիռ կողմերից մեկն իրենց օդու ջրի պես պետք է վերցնել սահմանը հայրանական, ցամաքային սահմանը իրենց հսկողության տակ։ Ռուսաստանը փորձում է տարածաշրջանը բալանսավորել էսպայն Իրանի միջոցով մինչև Ուկրաինայում հարցի կարգավորումը։ Պես Ռուսաստանի շահերից չէր բխում Արցախի ադրբեջանացումը, այնպես էլ Իրանի շահերից չէր բխում Արցախի ադրբեջանացումը։ Ես կարծում եմ Մոսկվայի գերխնդիրն է այս պահին ապահովել տարածաշրջանում կայունություն, ապահովել, որպեսզի պատերազմ չլինի տարածաշրջանի պետությունների միջև։ Armenia Today խոսում ենք գլխավորի մասին հաղորդման հերթական թողարկումն է, դարձյալ անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում տեղի ունեցողին, դրա ազդեցությանը հենց Հայաստանի Հանրապետության վրա։ Իմ հյուրն է միջազգային այգիգետ Գրիգոր Բալասանյանը, պարոն Բալասանյան, շնորհակալ եմ ևս մեկ անգամ մեր հրավերը ընդունելու համար։ Երբ քննարկում ենք այն ամենը, ինչ տեղի ունենում մեր տարածաշրջանում, վերլուծում ենք նաև ձեր շնորհիվ, փորձում ենք հասկանալ ինչ է ի վերջո որ ուղղությամբ է փոխվում իրավիճակը Հայաստանում, որ գործոններն են ամենաազդեցիկը մեր տարածաշրջանի վրա եւ Հայաստանի Հանրապետության վրա այս պարագայում, տեսնում ենք, որ այդ գործոնները չափազանց բազմաթիվ են։ Սկսենք այսպիսի հարցով. մեր տարածաշրջանը ի վերջո պատրաստվում է խաղաղությանը, թե պատերազմի։ Իշխանականները, սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե Հայաստանի ներսում, հիմնական ամբիոնից, գլխավոր ամբիոնից, քաղաքական ազգային ժողովի ամբիոնից, թե կառավարության նիստում, թե արտերկրում հյուրընկալվելիս, ամենուր ասում են, որ մեր տարածաշրջան ի վերջո եկել է խաղաղություն։ Շատ վերլուծաբաններ, իհարկե ոչ բոլորը, բայց նշում են, որ դա խաղաղություն չի, իրականում տարբեր կողմեր կարծես պատերազմի են պատրաստվում։ Դուք ինչ կարծիք եք, դուք ինչ եք դիտարկում այստեղ։ Տեսեք, ես կարծում եմ խաղաղության մասին Հայաստանի եւ Ադրբեջանի պատկերացումները բոլորովին այլ են եւ տրամագծորեն հակառակ եւ տարբերվում են իրարից։ Ալիևի համար խաղաղությունը դա Հայաստանի կապիտուլյացիան է եւ անվերապահ ենթարկվելը Ադրբեջանին։ Իհարկե որոշակի պայմաններով դա եւ սահմանադրության փոփոխություն եւ 300,000 ադրբեջանցիների վերադարձ եւ այլն եւ այլն։ Այն, որ սահմանին չեն կրակում, դա դեռ չի նշանակում, թե խաղաղություն է եկել եւ խաղաղություն է լինելու մեր տարածաշրջանում։ Ադրբեջանը նախորդ տարվա համեմատ, այսինքն 2025-ի համեմատ 2026-ի ռազմական բյուջեն ավելացրել է 2.7%-ով, այսինքն ի տարբերություն Հայաստանի։ Իսկ ում դեմ պետք է պատերազմի Ադրբեջանը։ Ես վստահ եմ, որ ոչ Իրանի, ոչ Ռուսաստանի Դաշնության դեմ Ալիևը չի համարձակվի բացահայտ պատերազմ սկսել։ Նշանակում է Ալիևը դեռ չի հրաժարվել Հայաստանը ամբողջությամբ ոչնչացնելու իր մտքից։ Եվ որպեսզի դա շատ լուրջ դիմադրության չհանդիպի Հայաստանի ազգաբնակչության շրջանում, քանզի Ալիևը եւ նրա հայրը եւ ադրբեջանցիները դեռ մինչ օրս հիշում են հայերից կերած ծեծը, իրենք շատ լավ գիտեն իրականում հայերն իրենցից ինչ են ներկայացնում, նրանք շատ լավ գիտեն, որ 44 օրյա պատերազմ իրենք չեն հաղթել եւ այդ Արցախի, ինչպես իրենք են ասում, ազատագրումը դա ոչ այլ ինչ էր, քան բեմականացված ներկայացում, մատուցարանի վրա ուղղակի Արցախը հանձնվեց իրենց եւ հայկական կողմի որոշ շրջանակներ ապահովեցին, որպեսզի 44 օրյայում Հայաստանը չհաղթի նվազագույնը։ Իսկ ես վստահ եմ, որ Հայաստանը կարող էր հաղթել։ Հիմա թվացial խաղաղություն են ապահովում, որպեսզի օգնեն, կարծում եմ, իշխող ուժին վերարտադրվելու։
վերարտադրվելու եւ վերարտադրվելու խաղաղության օրակարգով։ Տեսեք, մենք միակն ենք, որ եկանք եւ խաղաղություն բերեցինք եւ այլն։ Բայց խաղաղություն հետ համերաշխ լինողը, եսի նկատի ունեմ Ալիևին, որոշակի քայլեր է ձեռնարկում, որից հակառակողը Հայաստանը եւ հայ ազգաբնակչությունը տեսնում է կամ միգուցե պատկերացում է կազմում այն, որ Ալիևը կարծես թե իրոք պատրաստվում է խաղաղության։ Օրինակ, Ադրբեջանի անկախության օրը որպես ժեստ կարող էր մի քանի ռազմագերի ներում շնորհել եւ ազատ արձակել։ Կարող էր դիմել Արցախայությանը, որ դուրս մի եկեք Արցախից, որովհետեւ դուք, ինչպես իրենք են ներկայացնում, Ադրբեջանի քաղաքացիներ եք, Ադրբեջանը բազմազգեստություն է, խաղաղություն պատրաստվողը մշակութային ցեղասպանություն չէր իրականացնի Արցախում։ Խաղաղության պատրաստվողը Հայաստանի հասարակությանը չէր անվանի հիվանդ։ Վերջապես խաղաղության պատրաստվողը ԱՊՀ խաղերի բացման արարողությունը չէր վերածի հակահայկական ֆարսի եւ ինչպես իրենց սիրած է երկաթե բռունցքը եւս մեկ անգամ ցույց չէր տա բացման արարողության ժամանակ։ Սա ամբողջությամբ հակահայկական օրակարգ է եւ Ալիևի համար խաղաղությունը դա կապիտուլյացիան է, խաղաղությունը դա ստորացված, ոչնչացված Հայաստանն է։ Դրա համար երբ խոսում են խաղաղության մասին, ես միշտ ասում եմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը տարբեր պատկերացումներ ունեն խաղաղության մասին եւ խաղաղության բանաձևը Հայաստանի եւ Ադրբեջանի համար տրամագծորեն տարբեր է։ Վաշինգտոնի գագաթնաժողովը մինչ այս պահ ինչպես է փոխել իրավիճակը, այնտեղից ի վերջո օգոստոսի 8-ից այս կողմ բավական ժամանակ է անցել։ Եթե վերցնենք, որ օգոստոսի 8-ից հետո տարածաշրջանում պետք է կտրուկ ինչ-որ բան փոխվեր, դա ոչինչ չի փոխվել։ Ավելին այդ Վաշինգտոնի հանդիպումից հետո եւ խաղաղության պայմանագրի տարբերակի նախաստորագրումից հետո եղավ ԱՊՀ խաղերի բացումը։ Այսինքն Ալիևը իր դեմքը հերթական անգամ ցույց տվեց։ Պարզ է, որ այդ մարդը պատրաստ չէ ցանկանում որ լինի խաղաղություն։ Օգոստոսի 8-ից հետո մի քանի անգամ Միացյալ Նահանգների նախագահն էլ ցույց տվեց, որ իրենք շատ թույլ պատկերացում ունեն խաղաղության մասին եւ առհասարակ մեր տարածաշրջանի մասին եւ ինչպես ասես չանվանեց Հայաստանը։ Անկամ Հայաստանի վարչապետի անունը չէր հիշում, ասեց այն տղան։ Մյուս տղան, այո, եւ այն հայտարարությունը, թե դե իմ ձեռքի համարը, հեռախոսի համարը կա WhatsApp-ի, ձեր մոտ կարող եք զանգարել, բան դա վերին աստիճանի այսպես անլուրջ վերաբերմունք է նման շատ նուրբ խնդրին, ինչպիսին է հայ-ադրբեջանական հարաբերություններ եւ հայ-ադրբեջանական հարաբերություն խաղաղության օրակարգ։ Օգոստոսի 8-ից հետո ոչինչ չի փոխվել։ Օգոստոսի 8-ից հետո Միացյալ Նահանգները հատկացրել է կարծեմ $145 միլիոն, ինչ-որ է ճանապարհի Թրամփի ուղու այսպես գծման աշխատանքների համար։ Նախագծման մասին է միայն։ Այո, դա մոտավոր նույնն է, որքան վճարվում է ազգային ժողովը պարգևավճար աշխատակազմին եւ պատգամավորներին։ Այսինքն այն մեծ խոստացած միլիարդները, մեծ խոստացած Վասյուկի կառուցումը Սյունիքում անորոշ ժամանակով հետաձգվում է, եթե չասենք ընդմիշտ է հետաձգվում եւ Նիկոլ Փաշինյանի Նյու Յորքում արած հայտարարությունը Մոսկվայից հետո երբ մեկնեց Նյու Յորք, հենց դրա մասին էր վկայում, որ ցանկանում ենք իմանալ, թե Զանգեզուրի միջանցք ասելով Ադրբեջանը ինչ է հասկանում։ Իրենք շատ լավ գիտեն Ադրբեջանը ինչ է հասկանում Զանգեզուրի միջանցք ասելով, բայց այն բառակապակցությունը, որ ասեց Նիկոլ Փաշինյանը, որ ոչ մի փաստաթղթում չկա Զանգեզուրի միջանցք ձևակերպում, դա ուղղակիորեն այսպես սայթակում չէր եւ ոչ էլ միամիտ ասված խոսք։ Ինքը կամա թե ակամա հիշատակեց նոյեմբերի 9-ը, որտեվ նոյեմբերի 9-ում էր, որ խոսվում էր միջանցքների մասին, բայց այնտեղ Զանգեզուրի միջանցք չկար, ավելին Ալիևը ինքն էր ընդունել, որ այնտեղ չկա ոչ մի Զանգեզուրի միջանցք։ Խոսվում էր Հայաստանի եւ Ադրբեջանի ենթակառուցվածքների ճանապարհների, բայց այնտեղ կար Լաչինի միջանցք։ Սա նշանակում է, որ Մոսկվայում ըստ իս որոշակի խոսակցություն էր եղել եւ Տրամփի ուղու հետ կապված այս հարցը կարծես թե շատ մեծ հարցականի տակ է հայտնվում։ Քանզի եթե խոսում ենք նոյեմբերի 9-ի մասին, եթե խոսում ենք 3 գումարած 3 ձևաչափի մասին, որի մասին եւս խոսեց Հայաստանի վարչապետը, սա ուղիղ հակասության մեջ է մտնում Տրամփի ուղու հետ։ Նշանակում է Տրամփի ուղին առնվազն այս պահին նրա ապագան բավականին մշուշոտ է, ավելին վերջին շրջանում Միացյալ Նահանգները օգոստոսի 8-ից հետո սկսել է տարօրինակ կերպով դիֆերամներ ձոնել հատկապես Թուրքիայի հասցեին։ Էրդողանին համարում է շատ կարևոր մարդ, որին շատ է սիրում, Տրամփը Էրդողանի հետ էլ հանդիպեց օգոստոսի 8-ից հետո, այո, իհարկե։ Էրդողանին խոստացավ
այսպես Զանգեզուրի միջանցքի եւ Թրամփի ուղու հետ կապված որոշակի առավելություններ եւ որոշակի հնարավորություններ, հետո պարզվեց Ուիտկոֆի բերանով փոխանցվեց հայ հասարակությանը, որ Զանգեզուրի միջանցքի եւ հաղորդակցության ուղիների բացման շուրջ եւ հայ-ադրբեջանական պայմանագրի նախաստորագրման հարցում իրենց շատ են օգնել Թուրքիայի ներկա եւ նախկին հատուկ ծառայությունների ղեկավարները, սա եւ Հակար Ֆիդանը։ Հակար Ֆիդանը նախկին հետախուզության ղեկավարն էր, ներկայիս ղեկավարը, սա բացահայտ ուրեմն գալիս է նաեւ ապացուցելու մեր այն առաջքաշած թեզը, որ այսպես կոչված Տրամփի ուղու հիմնական շահառուներից մեկը հենց Թուրքիան է։ Թուրքիային ամեն ինչ կխոստանան, Թուրքիային կխոստացել են արդեն այս ուղին, այսօր արդեն Telegram ալիքներով տարածվեց տեղեկատվություն, այդտեղ անգամ ընկերության անուն էր նշվում թուրքական, որը լինելու է ըստ փորձագետների այդ ուղու օպերատորը։ Իսկ այդ թուրքական ընկերությունը Թուրքիայի կապի եւ տրանսպորտի նախարարությանը մոտ կանգնած ընկերություն է, այսինքն ես չեմ բացառում, որ Թրամփը պաշտոնապես արդեն հանձնած լինի Թուրքիային։ Եվ Էրդողանը նշում է, որ շատ կարևոր է Նախիջևանի եւ Ադրբեջանի միջև անխափան կապը ապահովելու համար։ Բայց իրենք ունեն այդ անխափան կապը Իրանով, նշանակում է շուտով Իրանում այնպես իրավիճակ է սկսվելու, որ այդ կապը չպիտի կտրվի։ Եվ նաև իհարկե չմոռանանք Իսրայելին, ով եւս չէր թաքցնում, որ այդ կապի եւ այդ մայրուղու շահագրգիռ կողմերից մեկն իրենց օդու ջրի պես պետք է վերցնել սահմանը հայրանական, ցամաքային սահմանը իրենց հսկողության տակ։ Դրանից հետո Իրանում սկսել գործողություններ, իսկ որ լինելուն ես չեմ կասկածում։ Իդեպ, քանի որ անդրադարձակ այս թեմային, ճյուղավորենք, հետո վերադառնանք հիմնական հարցերից մեկին, թուրք-իսրայելական հարաբերությունների մեջ ակնհայտ լարվածություն է։ Թուրքիան Էրդողանի բերանով, թե այլ պաշտոնյաների, բարձրագույն պաշտոնյաների բերանով անդադար քննադատում է Իսրայելի գործողությունները Պաղեստինի, Գազայի հատվածում, լարված հարաբերությունների պարագայում, ընդ որում նաև թուրքական լրատվամիջոցները կարծես քննադատական հոդվածներ, այսպես հարցազրույցներ եւ այլն շատ բան հրապարակեցին ի հակառակ Ադրբեջանի, որ տեսեք Իսրայելը ադրբեջանական հարաբերություններին քննադատում են, Ադրբեջանից արձագանքում են, թե դա սուտ է, կեղծիք է եւ այլն, ինչ որ հիմա թե թուրք-ադրբեջանական այս տանդեմի եւ Իսրայելի այս մխրճվելը այդտեղ, թե թուրք-իսրայելական հարաբերությունների մասին, սա ինչ վտանգներ է մեզ համար ներկայացնում։ Նախ ես ցանկանում եմ նշել, որ կարծում եմ միամիտ պետք չի լինել եւ փորձել փնտրել թուրք-ադրբեջանական հարաբերություններում, թուրք-իսրայելական հարաբերությունում լարվածություն։ Դա թվացial լարվածություն է, որը քաղաքական մակարդակում, բայց տնտեսական մակարդակում առևտուր գնում է։ Ես կարծում եմ քաղաքականում էլ սա լավ բեմականացված ներկայացում է, որի գլխավոր այսպես դիրիժորը Միացյալ Նահանգներն են։ Եվ Թուրքիան եւ Իսրայելը պետք են Միացյալ Նահանգներին Իրանի դեմ ռազմական գործողություններում օգտագործելու համար։ Եվ Թուրքիան եւ Իսրայելը կարողացել են այսպես թվացial լարվածության ֆոնին կիսել Սիրիան։ Էրդողանը կարողացել է կառավարության ղեկավար նշանակել իր մարդուն, իսկ Իսրայելը կարողացել է դրուզների հարցը մտցնելով որակարգ ըստ էության հասնել նրան, որ փաստացիորեն Սիրիայի այդ հատվածը, հարավային հատված չի վերահսկվում սիրիական ուժերի կողմից։ Բացի այդ, Իսրայելը կարողացել է նաև դուրս գալ Եփրատ։ Դա իր գլխավոր խնդիրներից մեկն է եւ փորձել ցամաքային ճանապարհ հարթել դեպի Իրանի սահման։ Իրենք ակնհայտորեն Իրանի դեմ ցամաքային օպերացիա են պլանավորում։ Բայց որպեսզի հանկարծ չմեղադրեն Թուրքիային Իսրայելի հետ դաշինք կազմելու մեջ եւ որպեսզի Թուրքիան չկորցնի իր ազդեցությունը սուննիական աշխարհում եւ մահմեդական առասարակ աշխարհում, իբրև պետություն, ով դաշնակցում է բացահայտ Իսրայելի հետ, իրենք այդ խաղն են տանում առաջ։ Այսինքն այստեղ բարի ոստիկան եւ չար ոստիկանի սցենարն է խաղարկվում։ Թուրքիան եւ Իսրայելը երբեք չեն գժտվելու եւ երբեք չեն լարվելու նրանց հարաբերությունները, քանի որ նրանք ունեն մեկ ընդհանուր գոյաբանական թշնամի, դա Հայաստանն եւ հայ ժողովուրդը։ Հետևաբար նրանց այդ շահը շատ ավելի բարձր են գերադասում, քան այդ մանր հարցերում մտնեն իրար հետ։ Իհարկե խնդիրներ կան, ոչ ոք չի ասում, բայց այստեղ խնդիրը վերահսկողությունն է։ Թուրքիան ցանկանում է հանդես գալ իբրև Գազայի ժողովրդի անվերապահ պաշտպան, մյուս կողմից ասում է, որ այդ շրջափակումը անթույլատրելի է, բայց երբ հասնում է կոնկրետ գործողություն անելու, Էրդողանը սկսում է այլ բանի մասին խոսել եւ այլ հարցեր քննարկել։ Այսինքն այստեղ իհարկե Թուրքիային մի փոքր սիրաշահեցին եւ
քրդական բանվորական կուսակցության ինքնալուծարում եւ կարծում եմ սա Թրամփի կողմից Էրդողանին մատուցված նվեր էր։ Էրդողանը պետք է Թրամփին երկու ուղղությամբ Իրանի եւ Ուկրաինայի։ Հետևաբար Էրդողանին ամեն ինչ խոստանալու են եւ հիմա մտածել, որ տեսեք Էրդողան Նատանյահու հարաբերությունները լարված են, Հայաստանը փորձի դրանից օգտվել եւ այլն, Նատանյահու Էրդողան Ալիև հարաբերությունները երբեք այդքան ջերմ չեն եղել, ինչքան հիմա են։ Երեք պետություններն էլ աշխարհաքաղաքական դաշնակիցներ են իրար հետ, երեք պետությունները ռազմաքաղաքական դաշնակիցներ են իրար հետ։ Մենք երբևիցե չենք լսել, որ այս դարվածության ֆոնին Թուրքիան հայտարարի Իսրայելի հետ ռազմական դաշինքը վերացնելու մասին։ Եթե այդքան վատ են հարաբերությունները, ինչի՞ չի դադարեցում ռազմաքաղաքական դաշինքը երկու երկրների միջև։ Այստեղ հարցեր առաջանում։ Նշանակում է դա այդքան էլ վատ չի, որովհետև Թուրքիան նաև Իսրայելին է պետք։ Թուրքիան Վանի հատվածից տեղեկատվություն էր տրամադրում 12-օրյա պատերազմի ժամանակ իր ռադիոլոկացիոն կայաններով Միացյալ Նահանգներին, որ պահին Իրանը ինչ հրթիռ է արձակում։ Այսինքն Իսրայելը արդեն գիտեր, որ ուղղությունից որ հրթիռն է գալու եւ ժամանակ ուներ այդ հրթիռից պաշտպանվելու համար։ Այնպես որ Թուրքիայի դերը անգնահատելի է Իսրայելի տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Իհարկե իրենք կփորձեն խաղալ դեռ մի որոշ ժամանակ այս դարվածությունը, բայց քանի Միացյալ Նահանգները շահագրգռված չէ, որ նրանք բախվեն, նրանք չեն բախվելու։ Եվ Թուրքիան ուժեղ է պետք Տրամփին եւ պետք չի, որպեսզի Իսրայելը չափից ավելի հզորանա։ Հակառակ պարագայում, եթե այս անգամ Էրդողանը Թրամփին հաջողվեց Նատանյահուին ստիպել իր ներկայությամբ զանգել Քաթարի Էմիրից ներողություն խնդրել, հաջորդ անգամ Նատանյահուն կարող է չլսել Թրամփին եւ ներողություն չխնդրել օրինակ Բեն Սալմանից Սաուդյան Արաբիան մեքքան ռմբակոծելու համար։ Այնպես որ սրանք լուրջ աշխարհաքաղաքական խաղեր են, որին մենք պիտի պատրաստ լինենք, բայց ցավոք սրտի մենք սկսում ենք հավատալ ինչ-որ Նատանյահուի խոսքերին, թե ինքը ճանաչում է հայոց ցեղասպանությունը, թե շուտով Իսրայելը կճանաչի, այս կանի, այն կանի, երբեք չի լինելու նման բան։ Ինչպես մի անգամ ինձ թերեա պրոֆեսոր ասեց հերթական գիտաժողովի ժամանակ, ասեց. «Պարոն Բալասանյան, մենք երբեք չենք ճանաչելու ցեղասպանությունը մի պարզ պատճառով, դա մեր բրենդն է։ Մենք ենք միակ ցեղասպանված ժողովուրդը, հետևաբար մենք դա չենք թողի, որ դուք մտնեք այդ դաշտ։ Նման երկրի հետ հնարավոր չի, պետք էլ չի խոսել լուրջ քննարկումների մասին, բայց նաև զարմանալ է, թե այդ դեպքում մենք ինչու ենք այնտեղ բացում դեսպանատուն եւ ինչ է անում այդ դեսպանատունը, ինչ հարցեր է լուծում, միաժամանակ ազդելով մեր եւ արաբական աշխարհի, մեր եւ Իրանի հարաբերությունների վրա»։ Պարոն Բալասանյան, տեսեք, մեր տարածաշրջանում այս պարագայում որ ուժերն են ամենաազդեցիկ այսօր ներկայում։ Գիտեք, ամենաազդեցիկ ուժ հասկացություն այս բան շատ դժվար է ասել։ Բոլորն էլ ունեն դժվարություններ եւ բոլորն էլ ցանկանում են այս դժվարությունները 11 առաջ դա Ռուսաստանն էր, ամենաազդեցիկն էր, ակնհայտ էր։ Հիմա Ռուսաստանը Արցախի խնդիրն էլ կար։ Այո, հիմա Ռուսաստանը ըստ էության Ուկրաինայում իր հարցերը հետ կապված մի փոքր իր դիրքերը զիջել է Հարավային Կովկասում, բայց հերո եմ այն մտքից, թե Հարավային Կովկասից ինքը դուրս է եկել կամ կարող է դուրս գալ։ Բնավ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը շարունակում է ամրապնդել Իրանի հակօդային պաշտպանության համակարգը եւ վերջի տվյալներով արդեն շուրջ 45 միավոր MiG-29 կործանիչը S-պային գտնվում Իրանում, Su-34-երն էլ ճանապարհին են։ Այսինքն Ռուսաստանը փորձում է տարածաշրջանը բալանսավորել S-պային Իրանի միջոցով մինչև Ուկրաինայում հարցի կարգավորումը։ Այն որ այս պահի դրությամբ Ադրբեջանը օգտվելով Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմից էլ ավելի ամրացնում իր դիրքերը եւ արդեն բացահայտ խոսում է Ռուսաստանի դեմ դուրս գալու մասին, հանդես է գալիս նրա դեմ, խոսում է այն մասին, որ Ալիևը շատ բարձր ամբիոններից երաշխիքներ է ստացել։ Ալիևը, բայց նաեւ միևնույն ժամանակ ունի պարտավորություն այդ նույն բարձր ամբիոնների առաջ։ Ես պատահական չէր, որ իմ խոսքի սկզբում խոսեցի Արցախը մատուցարանով, այսպես Ալիևին հանձնելու մասին։ Միջազգային բարձրացիաները աչք փակեցին, երբ Ալիևը միջազգային ահաբեկիչներ բերեց տարածաշրջան, նրանք աչք փակեցին, երբ օրը ցերեկով հայ խաղաղազգաբնակություն էր մորթվում, բայց դրա դիմաց դա այդ ամենը գին ունի եւ Ալիևը պիտի վճարի։ Արդեն մի անգամ 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը ուղիղ կերպով մեղադրեց Ադրբեջանին, որ Թավրիզի օդանավականը ռմբակոծվել է Ադրբեջանից օդ բարձրացած իսրայելական կործանիչների միջոցով։ Հիմա
կարծում եմ Ադրբեջանը ելի շարունակելու է իր տարածքը տրամադրել Իսրայելին Իրանին հարվածելու համար, բայց վախենամ Իրանի ներկայիս կառավարությունը շարունակի այդ չտեսնել տալու քաղաքականությունը, դա բնորոշ է բարեփոխիչների կառավարությանը։ Երբ մի անգամ հնարավորություն եղավ ուղիղ հարց ուղղել Հայաստանում Իրանի դեսպանից ես չստացա ոչ այո, ոչ, թե ինչ է անելու Իրանը, եթե պարզվի, որ Ադրբեջանն է եղել այն տարածքը, որտեղից իսրայելական ինքնաթիռները օդ են բարձրացել։ Պարոն Բալասանյան, եթե ես չեմ սխալվում, Փեզեշքյանը Ադրբեջանը մեկնել 12-օրյա պատերազմից, Իրано-իսրայելական պատերազմից հետո։ Այո։ Այդ թվում նաև Արցախ է գնաց։ Այո, եւ շատ են այդ հարցը տալիս։ Ես կոչ կանեմ, որպեսզի մենք հստակ տարանջատենք, թե ինչ է իրենից ներկայացնում Իրանի կառավարման համակարգը։ Փեզեշքյանը եւ նրա թիմը բարեփոխիչներ են, որոնք միշտ էլ այսպես հակված են եղել արևմուտքի հետ ունենալ ջերմ հարաբերություններ։ Անկամ միգուցե Իրանի շահերի հաշվին։ Ես վստահ եմ, որ ինչպես Ռուսաստանի շահերից չէր բխում Արցախի ադրբեջանացումը, այնպես էլ Իրանի շահերից չէր բխում Արցախի ադրբեջանացումը։ Եվ Իրանի ինչ որտեղ հապաղելու քաղաքականության արդյունքում նախագահ Ռայիսին սպանվեց, որովհետև երբ Արցախը գտնվում էր հայկական հսկողության տակ եւ հայկական էր, Ռայիսին խնդիր չուներ Խոդաֆերենի կամուրջի մոտ անվտանգության ապահովման հետ կապված։ Բայց այն օրը, երբ Արցախը անցավ Ադրբեջանի հսկողության տակ, նախագահ Ռայիսին սպանվեց հրավիրվելով Խոդաֆերենի կամուրջ։ Սա էլ որոշակի սիմվոլիզմ կա սրա մեջ։ Եվ հիմա Փեզեշքյանը, ես վախենամ, շատ ավելի վտանգավոր խաղի մեջ է մտել։ Նրա Հայաստան կատարվելիք այցին ես չեմ հավատում։ Տնտեսական հարաբերությունների զարգացմանը հավատում եմ, բայց Փեզեշքյանի կառավարած Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը չեմ հավատում։ Իմ կարծիքով Փեզեշքյանը եկել էր Հայաստան հանգստացնելու հայ ժողովրդին Տրամպի մայրուղու հետ կապված, ցույց տալու, որ այդքան էլ դա էական չի, դրա համար տեսեք Իրանի նախագահը շատ հանգիստ է վերաբերվում դրան։ Ես հիշեցնեմ, որ Իրանի նախագահը Հայաստան այցից առաջ իրանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում բառացիորեն նշել էր, որ ինքը կոչ է անում չանհանգստանալ Իրանի հյուսիս-արևմուտքում կատարվող չնչին իրադարձությունների հետ կապված։ Ինքը երթուղիների ապաշրջափակումը համարեց չնչին իրադարձություն։ Փեզեշքյանի խնդիրը կարծում եմ ուրիշ է իր արտգործնախարարի հետ միասին։ Փեզեշքյանի քաղաքականությունն էր, որով կորցրեցին Սիրիան։ Փեզեշքյանի քաղաքականությունն էր պատճառը, որով սպանվեց Հեզբոլլահի առաջնորդը։ Փեզեշքյանի քաղաքականությունում էր արդյունքն էր, որ այսօր Միացյալ Նահանգները ուղիղ կերպով պահանջ է դնում Հեզբոլլահան Իրաքի շիա խմբավորումները եւ Եմենը վերացնելու հետ կապված։ Եթե լիներ Ռայիսին եւ եթե չլինեին բարեփոխիչները, ես կարծում եմ մեր տարածաշրջանում մի փոքր այլ իրավիճակ կլիներ։ Միևնույն ժամանակ ես նաեւ մտավախություն ունեմ, որ Այաթոլլահի կողմից առաջ քաշված Իրանի կարմիր գծերի եւ տարածաշրջանային սահմանների անխախտելիության մասին թեզերը կարող են ինչ-որ պահի եւ չպահպանվել Փեզեշքյանի կողմից։ Սա էլ է շատ վտանգավոր եւ սրան էլ մենք պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնենք։ Այս պարագայում փակելով նաև Իրանի թեման, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գիտենք ում է անմիջապես ենթարկվում։ Չի ենթարկվում։ Նա ենթարկվում է Այաթոլլահին, այլ ոչ թե նախագահային երկրի։ Եվ հենց ձեր նշած այս կորպուսն էր, որ մեղադրում էր Ադրբեջանին։ Եթե դարձյալ որևէ մի ինչ-որ ենթադրենք սանձազերծվի պատերազմ Իրանի դեմ կամ հարձակում տեղի ունենա, թեկուզ կարճաժամկետ 12-օրյա, 10-օրյա, այս պարագայում դարձյալ Իրանը այսպես միահամուռ կլինի, թե կարող է պահապանների կորպուսը այլ կերպ գործել։ Գիտեք, Փեզեշքյանի քաղաքականությունը արդեն լուրջ դժգոհություններ է առաջացնում Իրանի ներսում։ Իրանի փորձագիտական շրջանակները ես երբեք չեմ տեսել, որ ուղիղ կերպով քննադատեն նախագահին, բայց այսօր մենք դա տեսնում ենք։ Տեսեք, շատ հետաքրքիր եւ խորհրդանշական բան եմ ասում։ Իրանի դեմ սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ը պատժամիջոցները մտցրեց ամբողջ ցապով։ Թուրքիան անմիջապես շտապեց Իրանի քաղաքացիների եւ պետությանը ու ընկերություններին պատկանող իր տարածքում գտնվող գույքի վրա արգելանք դնել, բայց այդ օրը հենց շատ այսպես անսպասելի Իրանի պաշտպանության նախարարն է ժամանում Թուրքիա, որ ենթարկում է Փեզեշքյանին, չի ենթարկում Այաթոլլահին։ Միգուցե այստեղ ոչինչ չկա, միգուցե ես կարծում եմ Իրանի պաշտպանության նախարարը եկել է զգուշացնելու Թուրքիային, որ իրենք այս անգամ միգուցե չհանդուրժեն 12 օրյա պատերազմի ժամանակ թուրքական վարքագիծը,
հետախուզական տվյալներ տրամադրել Միացյալ Նահանգներին։ Միգուցե, բայց ամենայն դեպս շատ վատ օր էր ընտրված Թուրքիա այցելելու համար։ Եվ եթե փորձեն մեզ առարկել, թե գիտեք, այցը նախորդ էր պլանավորված, միշտ էլ այցը հնարավոր է չեղել համարել։ Եվ Ռուսաստանի նախկին վարչապետ Պրիմակովը, Եվգենի Պրիմակովը դա ցույց տվեց իր վարկով, երբ Ատլանտյան օվկիանոսի վրա հետ պտտեց ինքնաթիռը, հա։ Հիմա ես նաև մտավախություն ունեմ, որ կփորձեն ներսից Իրանը այսպես պայթեցնել։ Արդեն ջրի խնդրի մասին բավականին շատ են խոսում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուղիղ կերպով մեղադրեց Արաքչիին ՄԱԳԱՏԷ-ի հետ պայմանագիր ստորագրելու համար։ Պայմանագիրը ստորագրեցին, պատժամիջոցները վերականգնվեց։ Այդ դեպքում առաջանում է հարց, ինչու ստորագրվեց այդ պայմանագիրը։ Ավելին, այդ պայմանագրում կա կետ, որ Իրանի մեջլիսի падգամավորները ամեն անգամ հարցնում են Արաքչին այդպես էլ չի պատասխանում կոնկրետ։ Այնտեղ կա կետ, որ Իրանը պարտավոր է տեղեկատվություն տրամադրել ՄԱԳԱՏԷ-ին ոչ միայն իրերի ներկա իրավիճակի հետ կապված, այլև թե իր այն օբյեկտները, որի վրա եղավ հարձակում, հիմա ինչ վիճակում են։ Այսինքն բացահայտ հետախուզական տվյալներ պիտի ներկայացնի ՄԱԳԱՏԷ-ին, իսկ ՄԱԳԱՏԷ-ն բնականաբար դա անմիջապես փոխանցելու է Միացյալ Նահանգներին, որովհետև Միացյալ Նահանգները քվեարկությունից առաջ նամակ ուղղեց բոլոր այդ ՄԱԳԱՏԷ-ին անդամակցող պետությունների ներկայացուցիչներին, որ եթե դուք քվեարկեք այնպես, ինչպես մենք չենք ուզում, ապա ՄԱԳԱՏԷ-ի ֆինանսավորումը կդադարեցվի։ Հետևաբար դիվանագիտական նախապատրաստություն տեսնում են Իրանի դեմ պատերազմ սկսելու համար։ Այստեղ մնում է հարցը, թե ինչպես իրեն կպահի Իրանի քաղաքական դաշտը եւ արդյոք կհաջողվի Իսրայելին հուզումներ հրահրել Իրանում։ Եվ դա ակնհայտ վտանգ է մեր երկրի համար։ Բնականաբար, տեսեք, այդպիսի մի բան էլ ասեմ, թվում է, թե դա մանրուք է, բայց 12 օրյա պատերազմից առաջ Իրանում, Իրանի սահմանապահ ծառայությունում տեղի ունեցան շատ ուշ փոփոխություններ։ Իրանի սահմանապահ ծառայությունը հանվեց ոստիկանության հսկողության տակից եւ անմիջապես ենթարկեցվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։ Եվ այնտեղ թեթև զինված ստորաբաժանումները փոխարինվեցին ծանր տեխնիկայով զինված ստորաբաժանումներով։ Այսինքն Իրանը 12 օրյա պատերազմից առաջ արդեն ամրացրեց իր սահմանը եւ մի բանի վրա էլ եմ ուշադրություն ցանկանում դարձնել։ Իրանի եւ Հայաստանի զորավարժությունները համատեղ, որոնք անցկացվեցին Իրանի տարածքում, որի մասին մենք իմացանք իրանական կողմից։ Այնտեղ սցենարը հարձակում Իրանի սահմանապահ ուղեկալների վրա։ Իրանը ցավոք սրտի նաև Հայաստանն է համարում հնարավոր տարածք, որտեղից կարող են հարձակվել իր սահմանապահ ուղեկալների վրա։ Եթե Տրամփի մայրուղու հետ կապված մենք չկարողանանք 100%-անոց վերահսկողություն հաստատել եւ տեսնել թե ինչ բեռ է մտնում Հայաստան եւ ինչ բեռ է Հայաստանից դուրս գալիս։ Ռուսաստանին էլ անդրադառնանք, հասնենք անդրադառնալ։ Ռուսաստանի գործոնը, դուք ինչպես նշեցիք, կարծես զբաղված լինելով Մոսկվան զբաղված լինելով Ուկրաինայում պատերազմով, որոշ այսպես գործողություններ, քաղաքականության կամ ռազմաքաղաքականության այսպես իրականացումը կարծես արտապատվիրակերել է Թեհրանին, ճիշտ հասկացա։ Մի որոշ մասը, ամբողջ մասը։ Հիմա Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում ինչպիսին է եւ Ռուսաստանը ինչ է ցանկանում հիմա այստեղ ունենալ կամ ինչ է ցանկանում անել։ Հաշվի առնելով Մոսկվա եւ Բաքվի ներկայիս այսպես կարծես լարված հարաբերությունները, Թբիլիսիի հետ ամբողջապես հարաբերությունների չվերականգնում այդպես էլ եւ Հայաստանի հետ լարված հարաբերություններ։ Ես կարծում եմ Մոսկվայի գերխնդիրն է այս պահին ապահովել տարածաշրջանում կայունություն, ապահովել, որպեսզի պատերազմ չլինի տարածաշրջանի պետությունների միջև։ Ժամանակ շահել այնտեղ հարցերն ավարտելու համար։ Բայց երեկվա Ռուսաստանի նախագահ ելույթը Վալդայում կարծում եմ շատ ավելի այսպես վտանգ պարունակող այսպես ելևէջներ ուներ եւ ենթատեքստեր ուներ ուղղված արևմուտքին։ Կարծես թե Ռուսաստանը որոշել է կանգ չառնել ոչ մի բանի առաջ եւ շարժվել առաջ։ Ռուսաստանի նախագահ ժամանակին մոտ 2 շաբաթ առաջ Միացյալ Նահանգներին դիմեց առաջարկելով այս բային երկարացնել երկկողմ համաձայնությամբ երկարացնել հարձակողական սպառազինությունների սահմանափակման մասին սկզբում խորհրդաամերիկյան, հետո ռուս-ամերիկյան համաձայնագիրը։ Տրամփը կարծես թե ոչ այո էր ասել ոչ,
Բայց երեք Վալդայում Ռուսաստանի նախագահ եւս մեկ անգամ անդրադարձավ այդ հարցին, նշելով, որ եթե չեն ցանկանում, կարող են դուրս գալ, մենք էլ դուրս կգանք, եւ այդ դեպքում բնականաբար սկսվելու է սպառազինությունների մրցավազք։ Դա լավ տեղ չի տանելու։ Խոսվեց տակտիկական զենքի կիրառման հնարավորության մասին, այնտեղ մեն օրոշնիկը չի, այնտեղ էլի շատ այլ տեխնոլոգիաներ կան, որոնք ըստ էության կարող են անդառնալի վնաս հասցնել պոտենցիալ հակառակորդին, բայց դա պարտադիր չի լինի միջուկային զենք, հա։ Եվ նաև խոսվեց Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային հնարավոր տամոգավ այդ հրթիռների մատակարարման մասին, փաստացիորեն սպառնալով, որ եթե դա լինի, ապա դա աշխատեցնելու են ամերիկացի մասնագետները, ոչ ուկրաինացիները, դա բարդ զենք է։ Եվ թիրախները կլինեն Ռուսաստանի խորքում։ Ռուսաստանի խորքերը, հետևաբար Ռուսաստանը իրավունք է վերապահում հարվածներ հասցնել այն պետություններին, որտեղ կայացվել է որոշում այդ հրթիռների նաև տրամադրման հետ կապված, սա շատ լուրջ է։ Եվ պատահական չի, որ առավոտյան Reuters-ն արդեն գրեց, որ տամագավկի տրամադրման հարցը կարծես թե անժամանակ հետաձգվել է։ Դա պատահական չի։ Այսինքն Սպիտակ տանը շատ ուշադիր են լսել նախագահի ելույթը եւ կարծում եմ համոզվել են, որ այս անգամ կարծես չեն կատակում, հա։ Բայց այն, որ Ուկրաինայում իրավիճակը դուրս է գալիս արդեն վերահսկողությունից եւ տեսնելով, որ Ուկրաինայում չեն կարողանում ոչինչ անել, Եվրոպական միությունը, մասնապես Ֆրանսիան, անցել է այլ ճանապարհով Ռուսաստանին պատերազմի մեջ ներքաշելու հարցին, խոսքը Ռուսաստանից թվերային նավատորմի վրա հարձակումներ եւ տանկերի այսպես գրավումը, ինչը Ռուսաստանի նախագահը որակեց իբրև ծովահենություն։ Իսկ ՄԱԿ-ի որոշումը ծովահենության հետ կապված բոլորս գիտենք։ Ծովահենները չեն բանակցում, ծովահեներին ոչնչացնում են։ Այսինքն առնվազն կարող ենք այսպես մտքեր փոխանակել առայն, որ հաջորդ նման դեպքի կրկնության ժամանակ մենք չեզոք ջրերում ականատես կլինենք ռուս-ֆրանսիական հատուկ նշանակության զորքերի բախման։ Սա արդեն լուրջ է։ Սա արդեն միջուկային երկու տերություններ են եւ այստեղ կատակ չեն անում։ Հետևաբար սա բոլորիս ապագան է ըստ էության, որովհետև եթե այնտեղ ինչ որ բան էստեղ էլ է սկսվելու։ Հետևաբար մտածել թե դա մեզ չի վերաբերվում եւ դա այդպես շատ հեռու ինչ որ միտեղ ես համաձայն չեմ։ Աշխարհը երբեք այդքան մոտ չի եղել երրորդ համաշխարհային պատերազմի տակ, այսպես փուլին, երբեք այդքան մոտ չի եղել։ Եվ Պեկինի զորահանդեսը նաև մկանների ցուցադրություն էր։ Կարծում եմ եւ որոշ փորձագետներ են այդպես կարծում, որ Տրամպը ափերից դուրս եկավ այդ զորահանդեսից հետո։ Շնորհակալ եմ, պարոն Բալասանյան։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ իմ հյուրն էր միջազգային agent Գրիգոր Բալասանյանը, սա Armenia Today-ի խոսում են գլխավորի մասին հաղորդման հաղորդաշարի հերթական թողարկումն էր, ես Դավիթ Աղաբեկյանն եմ, առայժմ։